Արամ Ամիրյանյանը 29 տարեկան է։ Նա արդեն 5 տարի աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում, զբաղեցնելով գլխավոր օպերլիազորի պաշտոնը։ Արամը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և, ինչպես ինքն է նշում, ՊԵԿ-ում աշխատելու ցանկություն ունեցել է դեռ ուսանողական տարիներից։ Նրա խոսքով նպատակն էր ֆինանսական, հարկային և հաշվապահական ոլորտներում ստացած գիտելիքները ծառայեցնել պետական շահին և նպաստել երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը։ Պետական եկամուտների կոմիտեում աշխատելը ստիպում է հետ չմնալ տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններից և ամենօրյա ռեժիմով լուծել խնդիրներ հօգուտ պետական շահի, հասկանում ես, որ քո աշխատանքը ոչ միայն վերահսկողություն է, այլ նաև վստահության ձևավորում հանրության շրջանում։ Հենց այդ գիտակցումն է, որ ոչ միայն մոտիվացնում, այլ նաև պարտավորեցնում է կատարել այս աշխատանքը։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն առանցքային դեր ունի երկրի տնտեսական համակարգում։ Վարչության գործունեությունը միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային կարգապահության ամրապնդմանը և տնտեսական հանցագործությունների բացահայտմանը։ Հաշվի առնելով, որ ՊԵԿ-ը որդեգրել է արդար և թափանցիկ հարկային միջավայր ձևավորելու առաքելություն և նպատակ ունի դառնալ տեխնոլոգիապես զարգացած ու նորարար կառույց, վարչության աշխատանքն այս գործընթացում առանձնահատուկ կարևորություն ունի։ Աշխատում ենք այնպես, որ ոչ միայն տնտեսությունում նվազի ստվերը, այլ նաև ստեղծվի համահարթ հարկային դաշտ հարկ վճարողների համար։ Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ, մենք գտնվում ենք տնտեսական անվտանգային առաջնագծում և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն արդեն բացահայտել տեղի ունեցած հանցագործությունները, այլ նաև կանխել դրանք դեռևս ձևավորման փուլում։ Արամը ներկայացրեց, թե այսօր որ հարկային հանցագործություններն են առավել տարածված։ Նրա խոսքով հաճախ հանդիպում են հարկերից խուսափելու, կեղծ հաշվառումների, ինչպես նաև առանց գրանցման իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքեր։ Գործունեության յուրաքանչյուր ոլորտ ունի թաքցնելու իրան բնորոշ առանձնահատկությունները, բայց այսօր առավել հաճախ հանդիպում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջամտությամբ հարկ թաքցնելու դեպքեր։ Առավել տարածված խախտումները կապված են ավելացված արժեքի հարկի չարաշահումների, իրացման շրջանառության թերահայտարարագրման, աշխատավարձերի թերահայտարարագրման, կեղծ փաստաթղթաշրջանառության, հաճախ գործ ունեն կազմակերպված, նախապես գրագետ մտածված և տեխնոլոգիապես հարուստ համակարգերի հետ։ Մեր վարչությունն այս ամենը բացահայտում է տվյալների խորը վերլուծության, ռիսկային պրոֆիլների և ստացված օպերատիվ արժեքավոր տեղեկությունների հիման վրա։ Առանց գրանցման կամ հաշվառման իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը շարունակում է մնալ տնտեսության սֆերային հատվածի կարևոր խնդիրներից մեկը։ Մասնագետի խոսքով նման դեպքերը ոչ միայն հանգեցնում են հարկերից խուսափելուն, այլև խաթարում են արդար մրցակցային պայմանները բիզնես դաշտում։ Այսօր առանց պետական գրանցման կամ որ նույնն է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերը հաճախ հանդիպում են օնլայն հարթակներում։ Շատ կարևոր աշխատանք ունենք տանելու տվյալ պահին օնլայն հարթակներում աշխատող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց հետ։ Իրականում վերջին շրջանում իրականացվել են լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք տվել են կոնկրետ արդյունք։ Շատ կարևոր է նշել, որ մեր շատ քաղաքացիներ տեղյակ չեն իրենց հարկային պարտավորությունների մասին։ Օրինակ ֆրիլանս հարթակներում աշխատող շատ քաղաքացիներ տեղյակ չեն, որ այդ եկամուտները նույնպես ենթակա են հարկման, եւ այստեղ մենք աշխատում ենք ոչ միայն վերահսկել, այլ նաեւ պատշաճ իրազեկել ՀՀ քաղաքացիներին։ Ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների մասին խոսելով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազոր Արամը նշում է, որ վերջին 1 տարվա ընթացքում փոխվել է աշխատանքի տրամաբանությունը։ Այժմ վերահսկողությունն իրականացվում է ոչ թե բոլոր տնտեսվարողների նկատմամբ, այլ թիրախային ռիսկերի հիման վրա։ Նրա խոսքով թվային գործիքների, ռիսկային պրոֆիլների և արհեստական բանականության կիրառման փորձում են բացահայտել կոնկրետ ռիսկերը և ապահովել արագ արձագանք։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքը կարելի ասել վերջին 1 տարվա ընթացքում փոխել է տրամաբանությունը։ Փորձում ենք վերահսկել ոչ թե բոլորին, այլ կոնկրետ ընտրված թիրախային ռիսկեր։ Թվային հարթակների միջոցով հայտնաբերում ենք կասկածելի վարքագիծը, որոնց տրվում է համապատասխան արձագանք։
Բիզնեսների կամավոր հարկային կարգապահության խթանման նպատակով ՊԿ պարբերաբար հրապարակում է տեսանյութեր եւ իրազեկող նյութեր, ներկայացնելով վարչության կողմից բացահայտված բարդ հարկային սխեմաները։ Նման հրապարակումները միտված են նախազգուշացնելու հարկ վճարողներին եւ զերծ պահել նրանց հակաօրինական գործողություններից։ Կամավոր կարգապահության բարձրացումը պետական եկամուտների կոմիտեի առաքելության կարևոր ուղղություններից է։ Պարբերաբար պետական եկամուտների կոմիտեի լրատվական բաժնի կողմից հրապարակվում են տեսանյութեր մեր վարչության կողմից բացահայտված բարդ օպերատիվ սխեմաների վերաբերյալ, որոնք ինքնին արդեն նախազգուշացում են այլ հարկ վճարողներին, որպեսզի վերջինները զերծ մնան նման հակաօրինական արարքներից։ Վերջին շրջանում իմ կողմից նաև գործուն մասնակցությամբ բացահայտվել է շինարարական ոլորտի գործունեության մեջ կազմակերպված հանցավոր սխեմա, մասնավորապես շինարարական ոլորտի խոշոր կազմակերպության պաշտոնատար անձինք հավաքագրել եւ ներգրավել էին իրենց մերձավոր շրջապատից բանվորներ, որոնց սակայն չեն գրանցել որպես բարձր աշխատող հարկային օրենսդրության համապատասխան, այլ ուղղորդել էին վերջիններիս պետական ռեգիստրում գրանցվել որպես ՍՊ-ի հիմնադիրներ կամ անհատ ձեռնարկատերեր, այնուհետև ունենալով վերջիններիս հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերի մուտքերի գաղտնաբառերը եւ մուտքանունները վերջիններիս անունից ձևակերպվել են լայնածավալ անապրանք հաշվարկային փաստաթղթեր շուրջ 2.6 միլիարդ դրամի, որոնք հետագայում շինարարական կազմակերպության կողմից նվազեցվել էին շահութարկի հաշվարկներից։ Իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հիշյալ սխեման եւ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդյունքում վարույթի շրջանակներում պետական բյուջեը վերականգնվեց շուրջ 1.5 միլիարդ դրամ թաքցված հարկ։ Ինչպես ընդունված է ասել, օրենսդրությունը չի կարող լինել մշտապես ստատիկ, ժամանակին զուգընթաց առաջանում են նոր բիզնես մոդելներ, նոր գործունեության տեսակներ, որոնք ամբողջությամբ օրենսդրությամբ կարգավորված չեն, բայց փորձում ենք արագ հայտնաբերել բացերը եւ լրացնել։ Մենք էլ մեր գործուն մասնակցությունն ունենք մեր գործնական փորձը ներդնելով։ Սա կարևոր է նաեւ պետական եկամուտների կոմիտեի առաքելության տեսանկյունից դարձնել ապահով եւ կանխատեսելի միջավայր հարկ վճարողների համար։ Կարծում եմ վերջին տարիներին նկատվում է քաղաքացիների կողմից իրազեկվածության բարձր մակարդակ, շատ հաճախ սկսել են պահանջել ՀԴՄ կտրոնների տպագրում, օրինական սպասարկում, շատ հաճախ ֆինանսական գործարքներ կատարելուց նախապես ճշտում են դրանց հարկման ենթակա լինելը թե ոչ, եւ այս առումով կարծում եմ նկատվում է հարկ վճարելու նոր մշակույթ։ Իրազեկ քաղաքացին ուժեղ տնտեսության հիմքն է, սա հենց պետական եկամուտների կոմիտեի մարդակենտրոն մոտեցման սկզբունքն է, որի հիմքում քաղաքացին է եւ գործարարը։ Փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանոնները հստակ են եւ առավելագույնս պարզ, այնպիսի միջավայր, որտեղ հարկ վճարողը իրան չի զգա որպես վերահսկող օբյեկտ, այլ որպես պետության հետ հավասարազոր գործընկեր։